Պարոն Աբրահամյան, երթը շարունակում է դեպի Մայրաթոր, ինչ կասեք օրվա խորհրդի մասին։ Այսօր հայրաքելական եկեղեցու կարևոր տոներից է եւ հատկապես վերջին շրջանում Մայրաթորի նկատմամբ դրսևորվող իշխանական հարձակումների համատեքստում այս տոնը շատ ավելի իմաստավորված է եւ շատ ավելի կարևոր բնույթ է ստացել։ Ժողովուրդը տարբեր փուլերում ստացույց է տվել, որ ինքը միշտ կարևորել, ընդունել է եւ մեծ հարգանքով է մոտեցել հայրաքելական եկեղեցու այն դերին, որը նա ունեցել է հազարամյակներ ի վեր եւ մեր հասարակությունը այս փուլում էլ իր սատարումն է հայտնում հայոց եկեղեցուն։ Այսօր բնականաբար շատ ավելի մարդաշատ է, որովհետեւ եկեղեցու դեմ այս ոտնձգությունների համատեքստում մարդիկ յուրաքանչյուրը փորձում են յուրաքանչյուր իրենց ձևով իրենց աջակցությունը հայտնել։ Մեկը պատարակների մասնակցությամբ, մեկը այսպիսի ուխտագնացություններով, իմաստ իրենց հանրային խոսքով, համենայն դեպս շատ ակնհայտ է, որ մեր ժողովուրդը կանգնած է իր եկեղեցու թիկունքին եւ մշտապես սատարելու։ Պարոն Աբրահամյան, հենց իր ձևով եկեղեցու դեմ արշավին միջամտելու հայտարարության համար Սամվել Կարապետյանը այսօր գտնվում է կալանքի տակ, ինչ կասեք այս մասին, ի վերջո այդ մեր ձևը որը պետք է լինի։ Գիտեք, Սամվել Կարապետյանը վերային հայորդներից է, ով շատ լավ գիտակցում է, գիտի եւ մշտապես եղել է հայրաքելական եկեղեցու կողքին, իր նախաձեռնություններով, իր ներկայությամբ, իր բարեհարությամբ եւ կարծում եմ իր նման մարդիկ այս օրերին հատկապես ունեն կարևոր ասելիք, որը նաև արտահայտվեց իր շուրթերով հենց այստեղից հայրաքելական եկեղեցու բակից իշխանությունը քանի որ իր համար գլխավոր թիրախ է ընտրել եկեղեցում բնականաբար ստեղծված իրավիճակում է շատ ավելի ծանր քարոզչական եւ նաև այս տեսանկյունից քաղաքական պայքար է տանում բոլոր այդ անձանց նկատմամբ ովքեր փորձում են եկեղեցու սատարել Սամվել Կարապետյանի դերը հեղինակությունը շատ բարձր է եւ բնականաբար իշխանությունը մտահոգություններ ունի բոլոր այն մարդկանց մասով, որոնց խոսքը մեր հասարակության համար լսելի եւ ընկալելի է եւ անկախ նրանից թե Սամվել Կարապետյանի ինչ կասեր, ինչ նախադասությամբ կձևակերպեր իր սատարումը, այս իշխանությունը բնականաբար գնալու է այս ճանապարհով, որտեղ թեման իրավական չէ, թեման այստեղ հստակ քաղաքական է, իսկ այս իշխանության համար երբ որ պետք է լինում իշխանությունների վրա քրեական վարույթ նախաձեռնելով իրանք հաստատ հոդված է գտնում։ Պարոն Աբրահամյան, առավոտը Իրանից մենք վատ լուրեր ստացանք, ըստ էության Միացյալ Նահանգները հարվածել է Իրանին, սա ինչ նոր մարտահրավերների առաջ է կանգնեցնում մեզ եւ ինչ մտահոգություններ ունեք։ Ամենամեծ խնդիրը այն է, որ այս պատերազմը ընդլայնվելու պոտենցիալ ունի։ Միացյալ Նահանգների այսօր ներգրավվածությունը եւ հարվածները Իրանի ուղղությամբ դրա վտանգը էականորեն մեծացրեցին։ Երկրորդը պետք է հաշվառել են հանգամանքը, որ Իրանը մեզ բարեկամ երկիր է, հարևան երկիր է, սահմանակից է եւ չի կարող այնտեղ տեղունալ իրադարձություններ եւ դրանք մեր հետ որևէ ձևով չարնչվեն։ Մեր մոտ շատ ավելի ծանր է խնդիրը նրանով, որ Հայաստանում մի իշխանության պետության ղեկին, ով ռիսկերը որևէ ձևով չի կարողանում կառավարել եւ ստեղծված իրավիճակը բնականաբար դրանով ավելի վտանգավոր է դառնում։ Նիկոլ Փաշինյանը Թուրքիա այցելեց, դուք ինչ տպավորություններ ստացաք այդ այցելությունից եւ առհասարակ ինչի մասին էր այն։ Փաշինյանը փորձում է այս ռեգիոնում նախաձեռնել Թուրքիային նայող նշանակելու process-ը, փորձում են նրան կարգել միջնորդ, այդ միջնորդով էլ նաև ռեգիոնալ բոլոր գործընթացների, այսպես ասեմ, հովանավոր եւ իրավիճակի վտանգավորությունը առաջնորդին այդտեղ է դրսևորվում։ Պարոն Աբրահամյան, լուծումը ի վերջո քաղաքական է, թե որտեղ է, մենք հիմա Մայրաթոր ենք գնում հույսներս կապելով Աստծո հետ, թե այնուհանդերձ քաղաքական process-ներով հնարավոր է եւ ընդհանրապես քաղաքական գործիչներն են կարողանալու համախմբվել, թե բարերարները իրենց կալանքով պետք է կարողանան համախմբել քաղաքական գործիչներին։ Լուծումը բնականաբար քաղաքական է, որի շուրջ համախմբումը պետք է լինի հասարակության հնարավորինս լայն շերտերի, չպետք է այս կամ այն խմբի վրա ամբողջությամբ դատվել։ Իհարկե քաղաքական process-ներ են սրանք եւ պետք է փորձել քաղաքական փոփոխությունների միջոցով հասնել նշանակալից հանգուցալուծներ, որովհետև մնացած բոլոր դեպքերում միգուցե լինեն տեղային լուծումներ, միգուցե լինեն ժամանակավոր լուծումներ,
բայց եթե մենք խոսում ենք հիմնավոր խնդիրների հաղթարման մասին, ապա դրա ճանապարհը մեր երկրում քաղաքական փոփոխությունների իրականացումն է։ Շնորհակալ եմ։